Նվող գործի շրջանակներում ձեզ երբեք չեն կանչել։ Չէ, առաջին անգամ են կանչում։ Առաջին անգամ է եւ ամեն ինչ լավ կլինի։ Հայրասով, գեղարդը տեղում է, արդյոք դա իրական գեղարդն է, թե կոպիան է, այսպես ասած, որ մասն է հարցին ես արդեն այնքան եմ պատասխանել, որ հիմա մեկ անգամ եմ պատասխանել։ Գեղարդ անխաթար, անվնաս, ապահով, անվտանգ, մայրաթոր Սուրբ Էջմիածնն է։ Այն ամենը ինչ որ ասվում է, սուտ է, զրպարտություն է եւ ես չգիտեմ ինչու են այդ ամենը շրջանառում։ Բայց ինչ որ մի բան նվիրվել է, չէ, ռուսովախարի։ Եկեք ես ասեմ, որ կարճ լինի, էլի։ Կներեք, ուղղակի ոնց որ էպիկենտրոնում հայրասով Էպիկենտրոնի հարց չկա, քրիստոնեական եկեղեցիները իրար մասունքներ նվիրել են, նվիրում են եւ նվիրելու են։ Մեր հետ կապված է։ Եվ դա բացառապես եկեղեցու իրավունքն է եւ որևէ մեկը այդտեղ ասելիք, անելիք չունի։ Եկեղեցին որոշում է, եկեղեցին նվիրում է, բայց եւ եկեղեցին գիտե, թե ինչ է նվիրում, ինչպես է նվիրում եւ այդ ամենի արդյունքում ինչպես է անխաթար մնում սրբությունը, որը առաջին դարից պահվել է հայոց աշխարհում։ Եվ ամբողջ քրիստոնեական աշխարհը գիտի, որ Հայաստանում կա Աստվածամուխ Սուրբ Գեղարդ, որը անխաթար է, անվնաս է եւ մշտապես Սուրբ Էջմիածնում է եւ այնտեղից չի դուրս բերվում։ Նվիրել ենք պաշտոնական հաղորդագրությունը կամ Մայրաթորից, որ մենք նվիրել ենք։ Մենք այդ մասին խոսել ենք դեռևս 2018 թվականին, երբ որ եկեղեցու այդ նվիրաբերությունը չարանենք կերպով շրջանառության մեջ դրվեց, այդ առնչությամբ մենք մեր բացատրությունը տվել ենք, այսինքն մենք նվիրել ենք ընդամենը Գեղարդի մանրակերտը եւ այդպիսի մանրակերտ կարող եք գնել ցանկացած ուշանվերային խանութում եկեղեցու տարածքում։ Հայրասով, դուք այլ մեկնաբանության մեջ ասում եք կոթարից փշուր, հիմա դուք ասում եք մանրակերտ։ Այո, մանրակերտը Գեղարդի մանրակերտը նվիրաբերվել է, որի մեջ զետեղվել է փշրանքը կոթարի միջից դուրս բերված, որը չի խաթարել Գեղարդի ամբողջականությունը եւ պատմական տեսքը։ Իսկ կոթարի միջից դուրս բերելը դա չի նշանակում Գեղարդը մասնատել, Գեղարդը կտրել եւ այլն, ինչը որ շատ դատապարտելի կերպով շրջանառվում է։ Եվ ում ենք նվիրել, դա էլ ասեմ, որտեղ երկու տարբեր։ Նվիրել ենք ռուս ուղղափառ եկեղեցու պետին Ալեքսի Պատրիարքին նրա ծննդյան 75-ամյակի առիթով եւ այսօր այն պահվում է ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ Կոստանդին, Սուրբ Հեղինե Մենաստանում։ Եւ պահվում է Գեղարդի մանրակերտը, արծաթյան մանրակերտը, որի մեջ այդ փշրանքն է զետեղված։ Փշրանքը քանի գրամ է։ Գիտեք, ես այդ հարցերին չեմ կարող պատասխանել, որտեղ դրանք արդեն անհեթեթ հարցեր են։ Դա փշրանք է։ Փշրանք է։ Դե սրբության դեպքում փշրանքն է սրբություն, չէ՞։ Այո, բնականաբար, եւ այդ սրբությունը միայն մեր եկեղեցու սեփականությունը չէ, դա համաքրիստոնեական սրբություն է։ Պարզապես Աստծո ողորմությամբ դարձել է հայ եկեղեցում պահվող սրբությունը, բայց այն միայն հայ քրիստոնյաներին չի պատկանում, այն պատկանում է ամբողջ աշխարհի քրիստոնյաներին։ Հետևաբար մեր եկեղեցին ինչպես 18-րդ դարում Նոյան Տապանի բեկորը նվիրաբերել է ռուսաց կայսրուհուն, ինչպես Վազգեն Վեհափառը Եթովպիայի կայսերն է նվիրաբերել Սուրբ Թադեոս Առաքյալի մասունքը, ինչպես Գարեգին առաջին Վեհափառը Սուրբ Անդրեասի մասունքը նվիրաբերել է Ալեքսի Պատրիարքին, այնպես էլ Գարեգին II կաթողիկոսը իր լիակատար իրավունքով իր եկեղեցու սուրբ մասունքներից ցանկացած անձի, լինի աշխարհական, եկեղեցական, կարող է նվիրաբերել։ Դա եկեղեցու հովվապետի բացառիկ եւ լիակատար իրավունքն է։ Որևէ մեկ այստեղ իրավունք չունի ձայն անգամ արձակելու։ Եվ այս քրեական վարույթի ակտիվացումը կապում եք վերջին իրադարձությունների հետ։ Ես չեմ կարող որևէ բան ասել։ Հրավիրել են, մենք էլ սիրով եկել ենք։ Վկայի կարգավորում։ Այո, ինչպես ասած, տիկին փաստաբան։ Հոգեվորականների հետ կապված այլ գործեր կան։ Դուք որևէ այլ գործով հրավիրվել եք, թե առաջին անգամ։ Ես առաջին անգամ եմ հրավիրվել։ Շատ
տեղեկություններ արդյոք բարույթ իրականացնող մարմնի օրակարգում կա, ենթադրենք Սուրբ Գեղարդը կամ այլ մասունքներ փորձակնության ենթարկելու հարցը, նա որ համարում եք, որ դա բերվի օրակարգ։ Հուսով եմ չէ, որովհետև չեմ կարծում, որ մենք որպես հասարակություն, անկախ մեր համակարգային առանձնահատկություններից, ինստիտուտների գոյությունից, մեր բանականությունն աստիճան պիտի կորցնենք, որ այդ սրբության մեր կարևորագույն կոթողը, այսպես ասած, վերցնենք ու տանենք փորձաքննության եւ ով է լինելու այն փորձագետը, որը պիտի կարծիք կազմի կամ եզրակացություն տա, արդյոք այդ Գեղարդով է խոցվել Տեր Հիսուս Քրիստոսը, թե ոչ։ Այսինքն դա մարդկային բանականությունից, բարոյական բոլոր հնարավոր պատկերացումներից դուրս երևույթ է եւ ինչպես եկեղեցականներն են ասում, դա մեր հավատքի նմուշն է, մենք բոլորս հավատում ենք, որ այդ մասունքը մեզ առաջի դարից փոխանցվել է եւ սրբորեն պահվում է մայրաթոռում։ Հետևաբար դա տանել փորձաքննության, ով է այն փորձագետը, որ կարող է նման եզրակացություն տալ։ Մեր իրականության մեջ մոլորակի վրա իմ գնահատմամբ նման մարդ չի կարող գոյություն ունենալ որոշելու համար արդյոք այդ Գեղարդով խոցել։ Սա այստեղ իրավաբանության հարց չէ, սովորական մարդկային առօրյա խոսակցությունների հարց չէ։ Ուղղակի այս եկեղեցու դեմ արշավը այս սրբությունների ու առհասարակ մեր հավատալիքների հետ կապված հանգամանքները իջեցրել է այն մակարդակի, որ մենք ստիպված այսօր այսպիսի հարցեր ենք քննարկում, նույնիսկ վախենալու է, նման բաները մտածելը, կանխատեսելը, հուսով եմ, որ այդ աստիճան մենք որպես հասարակություն մեր բանականությունը չենք կորցնի։ Հարց է, դուք տեղեկություն ունեք, թե արդյոք նախկին հոգևորական Հայր Կորվինը, նախկին հարցաքննվել է, շարժման անդամները հարցաքննվել են, չեն հարցաքննվել, այո, ով շրջանառության մեջ է հաղորդում ներկայացնող անձանց մասին եք հարցնում, կարծում եմ, որ հարցաքննված կլինեն, ես էլի եմ ասում, հայրաստուղիկը եղել է վկայի կարգավիճակում եւ մենք գործի այդ առանձին հանգամանքների մասին, որ հարցնենք էլ ըստ էության կարող ենք եւ պատասխաններ չստանալ, ինչը որ նախաքննության ընթացքին շատ ուրեմն բնորոշ իրավիճակ է, հետեւաբար անձը եղել է վկայի կարգավիճակում, իրեն ուղղված հարցերին պատասխանել է, այդքանով ավարտել ենք։ Ուղղակի մեր ասածն է, որ ոչ մի նոր բան չկա, պարզապես որ իշխանության ներկայացուցիչները որոշ ինչ որ այդպես մոնտաժված ու բաներով, տեսանյութեր են հրապարակել ու նորից սկսել շրջանառության մեջ դնել ստահոդ տեղեկություններ, անհրաժեշտություն առաջացավ կրկին անգամ հաստատելու, որ այդ ամեն ինչը զրպարտություն է եւ մեր բոլոր մասունքները ամբողջական իրենց տեղում են, վեհափառ հայրն էլ մեր ոչ մի պարսավելի ոչինչ չի արել, դեռ ավելի նրա գահակալության տարիներին մեր եկեղեցին բարգավաճել է, ծաղկել է, ավելացել է, բազմաթիվ բարենորոգումներ ունենք, ակնհայտ է, էլի չենք կարող հերքել եւ բազմաթիվ գանձեր է եկեղեցին ձեռք բերել, այն մնացած արդեն ձեզ հետաքրքրող հանգամանքները կարող եք մասնավոր ճշտել։ Այսօր ավարտված են, հետո չգիտեմ ինչ կլինի,